Այսօրվա վիդեոում միասին սարքելու ենք թղթե ինքնաթիռներ եւ դրանցով անել առաջադրանքներ։ Այո, Ժորժան շատ զվարճալի է լինելու, բայց մինչեւ վիդեոին ասնելը հիմնական վիդեոին ասնելը խորհուրդ տամ փոքրացնել վիդեոն, դնել լայք եւ բաժանորդակվել իմ ալիքին։ Իսկ ես անցա վիդեոին։ Այո, Ժորժան, գոնե բոլորս մեր կյանքում մեկ անգամ սարքել ենք թղթե ինքնաթիռներ եւ փորձել ավելի հեռու Ժորժան։ Փորձել ենք ընկերների հետ ենք մրցել, շպրտել ենք այդ ինքնաթիռները, թղթե ինքնաթիռները, ում ավելի շատ է գնացել հաղթել ենք։ Այո, չկա այդպիսի մեկը, որ իր կյանքում գոնե մեկ անգամ, ինչի մեկ անգամ, բազմաթիվ անգամներ թղթե ինքնաթիռ չի սարքել։ Եվ այո, այսօր Ժորժան մեկ սարքել թղթե ինքնաթիռներ։ Այո, Ժորժան, ես այստեղ բերել եմ, պատրաստել եմ։ Ժորժան ինչ եք անում։ Պոկում ենք այստեղից մի թուղթ։ Առաջին անգամ մոտ նորմալ ստացվեց պոկել թուղթ։ Ես ձեզ ցույց կտամ իմ նավթները, ես ինչպես եմ սարքում թղթե ինքնաթիռներ։ Եվ այս ամենը Ժորժան, ես երկար մտածեցի, փորձարկենք դրսում, թե ներսում։ Դուրսը մի քիչ քամի կա, բայց այդքան ուժեղ չի։ Իսկ հիմա կարելի է համ ներսում փորձարկել, համ դրսում։ Բայց կտենանք, եթե բոլորը վերջացնենք, դրսում ինչ կլինի, քամի կլինի, թե ոչ։ Չգիտեմ Ժորժան։ Ես հիմա այս թղթիկն ինչ թղթիկ ունենք, մենք այսպեսի սովորական թղթիկ ունենք, բավականին ուղիղ։ Ես Ժորժան պատտում եմ այս հենց եմ սարքում նայ։ Այս մի մասը ուղիղ այսպես ենք անում։ Ես ինքնաթիռ սարքել չգիտեի, մինչև չգիտեմ քանի տարեկան է։ Հետո սովորել եմ Ժորժան ինտերնետից։ Ստանում ենք այսպիսի տիպի ինչ-որ տնակի նման մի բան։ Նույնը մի քիչ ուղիղ չեղավ, բայց ոչինչ, էսի տեսնեմ ինը։ Եթե լավ թռչի, լավ կտա։ Արդեն լավ է, որտեղ մենք ունենք սուր ծայրեր։ Իսկ հիմա Ժորժան մնում է մնացածը։ Այս սուր ծայրից բռնում ենք եւ այսպես ծալում ենք այստեղ։ Կարա այսպես գեղեցիկ լինի։ Յոպե լավ ենք սկսել, մի րոպե, Էսի եղավ ամենալավ ինքնաթիռը, որ ես երբևէ սարքել եմ։ Ստանում ենք այսպիսի մի բան, ուղիղ է։ Հետո մենք այստեղ ունենք փոքր մի պոչիկ, ասենց ասած։ Եվ մենք պետք է այդ ամենը բանը ծալենք Ժորժան։ Ես օգտագործում եմ Ժորժան, որպեսզի ավելի լավ տպչի։ Ծալնելուց հետո մի քիչ պահում ենք այսին, հետո վերցնում մեր հենց այդ ինքնաթիռը պատտում ենք և այսպես սեղմում ենք Ժորժան։ Всё Ժորժան, վերջացնելուց հետո մենք պետք է այսպես պատտենք մի րոպե։ Արա, մի րոպե, ուղիղ է Ժորժան։ Պատտենք ինքնաթիռը և այսպեսի մի հատ բան անենք, մի րոպե ստեղոյի հասնեմ լավ։ Արդեն պատտել ենք, հիմա դες ցույց կտամ, թե ինչ է կատարվում։ Նայեք, պետք է այսպիսի ինչ-որ մի բան ստանալ։ Այնուհետև դնում ենք ինքնաթիռը։ Պատտում ենք այս կողմը, որ պետք է այս բոլոր կողմերը հավասար լինեն։ Ես Ժորժան ինժեներական քայլ է էլի, ես Արտյոմ ինժեներսկին եմ, ինչպես դուք գիտեք։ Պատտում ենք այս կողմը և այս հետ ենք անում։ Այսպիսի ինքնաթիռ, թղթե ինքնաթիռ։ Եվ մենք հիմա կփորձարկենք այս ինքնաթիռի կարողությունները։ Հիմա ես այստեղից կշպրտեմ ու կտենանք, թե ինքը լավ թռչում է, թե ոչ։ Ես կամերայի հետևում։ Խփին կարող եմ։ Ուրիշ շլողում ժողովուրդ։ Ժորժան հիմա ես այդ կճտացնեմ ու ձեզ համար կանցնի մի երկու վայրկյան, իսկ իմ համար մի քանի րոպե նորից ստեղծեմ։ Նու այն առաջինը կարող է շատ թվաց, որտեղ ես էս բացատրելով էի անում։ Հիմա ես սրանք շուտ կստեղծեմ, ես այդ կճտացնեմ ու ին դիմաց կհավաքվեն, կհայտնվեն 3 մեր ինքնաթիռները։ 1 2 3 Օրա, իսկ ինչու հայտնվեցին։ Ժորժան, այո, ձեզ մոտ էլի երկու վայրկյան անցավ, բայց արդեն իմ մոտ պատրաստ են Ժորժան բոլոր ինքնաթիռները։ Առաջին առաջադրանքն է Ժորժան, որ 3 ինքնաթիռներից որ ինքնաթիռը ավելի հեռու կթռչի։ Իսկ հիմա հենց դա ես ձեր մոտ կփորձեմ եւ ով թռչել, նա էլ կդառնա մեր ալիքի հաղթող ինքնաթիռը, ինչ ասեմ Ժորժան։ Ինքնաթիռ 1 Ժորժան 1 2 3 Օրա ձերը չեն թողել Ժորժան, տեսակ Ժորժան ոնց եկավ, ֆռլաց ու եկավ, առաջին ինքնաթիռը տեղի չէր հողում, այստեղ եմ եկել ու հիմա կհաշվեմ, թե քանի մետր է թռել Ժորժան։ Առաջին ինքնաթիռը թռչեց 4 մետր։ Ինքնաթիռ 2 Երկրորդ ինքնաթիռը 5 մետր թռավ։ Ինքնաթիռ 3
Եվ այսօրվա ինքնաթիռային մրցույթում հաղթում է երկրորդ ինքնաթիռը։ Ժորժ ջան առաջատարը 5 մետր հեռավորության վրա Ժորժ ջան 5 մետր թռավ եւ նա հաղթեց մեր այսօրվա մրցույթում։ Ինչ Ժորժ ջան, հուսով եմ ձեզ դուր եկավ այս վիդեոն, դրեք լայք եւ բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք այսպիսի թույն վիդեոներ։ Բոլորին հաջողություն։